Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Սրտի խոհարար, քյաբաբ պատրաստող, դու լուրջ ես ասում։ Ես հենց հիմա աննախադեպ առաջարկ եմ անում քեզ, որպես վաստակավոր խոհարար Արամ, ես քեզ այսօր հրավիրում եմ իմ պատրաստած քյաբաբը փորձելու։ Օй, շատ շնորհակալ եմ վաստակավոր խոհարար Արամ, բայց իմ առողջությունն ինձ համար ավելի կարևոր է։ Ռեբեկա ջան, դու հանգիստ արի, որովհետև մեր գրազի մեջ այս պայմանավորվածություն չկար լավի ու վատի մասին, չէ՞։ Արի հասկանանք, որ այս ամեն ինչ ուղղակի օդում խոսակցություն էր, ու ոչ ոք քեզ դեռ աշխատանքի չի ընդունել։ Ես հենց դրա համար էլ քեզ այսօր հրավիրում եմ, որ իմ պատրաստածը փորձես։ Լավ, կգամ, բայց մենակ նրա համար, որ վայելեմ իմ հաղթանակը։ Բայց եթե ես գրազը հաղթեցի, դու իմ ցանկությունը անելու ես, չէ՞։ Իհարկե, ես իմ ասոցի տերն եմ։ Նորից եմ կրկնում, ես իմ խոսքի տերն եմ, ես իմ ասածը կանեմ, բայց ինչ-որ ներքին զգացողություն ունեմ, որ ամեն դեպքում դու ես իմ ցանկությունը կատարելու։ Ես առանց գրազի էլ քո ցանկությունները պատրաստ եմ կատարեմ, Ռեբեկա ջան։ Յա, բա շուտ ասա, եթե տենց է, ուրեմն արի պայմանավորվենք, սրանից հետո չես գալիս իմ աշխատանքի վայրը, չես գալիս մեր տուն, առավել եւս, եթե դրա անհրաժեշտությունը չկա։ Փաստորեն սենց, հա։ Ամեն դեպքում արի սպասենք գրազի ավարտին։ Եթե ես պարտվեմ, մեծ սիրով կանեմ քո ցանկությունը, բայց ես չեմ պարտվելու։ Իսկ դու ինչ ցանկություն ունես։ Հենց ժամանակը գա, կիմանաս։ Հիմա արի գնանք։ Ես գործից ուշանալ չեմ սիրում։ Ծիծաղում ես։ Դու ծիծաղի, վերջում կտեսնենք ով է ծիծաղում։ Ռեբեկա ջան։ Էլ կա կարող է ամեն դեպքում զանգես Արմանին։ Չէ։ Արի նստենք։ Ախր տեսնում եմ, որ տրամադրությունը տահավոր է։ Ձեր խոսակցությունն էլ ոնց որ կիսատ մնաց, չէ։ Չէ, Սար։ Չեմ ուզում զանգեմ Արմանին։ Ես ինձ հազիվ եմ ձիգ պահում իր կողքին, գիտես։ Համ չեմ ուզում մտածի, որ իմ կյանքում ինչ-որ մեկը կա, համ էլ մտածում եմ, կարող է եթե մտածի, որ իմ կյանքում ուրիշը կա, իրեն ավելի հեշտ լինի, ավելի հեշտ ինձ մոռանա։ Իսկ քեզ համար ավելի հեշտ կլիներ, եթե իմանայիր, որ Արմանի կյանքում ուրիշ աղջիկ կա։ Լավ, կարող ես ոչինչ չասել, որովհետև հայացքդ ամեն ինչ ասեց։ Ես ինչ-որ բան եմ բաց թողել։ Էս գորի նվիրած մատանին է, չէ՞, բայց հանել էիր։ Այո, հանել էի, բայց ես չգիտեմ ոնց, պապին ու գորը այնքան են մտերմացել, որ այսօր գորը պապիկի ներկայությամբ մատանին էլի դրեց մատիս։ Ու մի բան էլ ավելին։ Այսինքն, որ խոսեցին ամուսնության մասին։ Այս սառը վերջապես։ Հա, բայց ես չեմ ուզում հարսանիք լինի։ Ինչի։ Կարծում եմ դրա ժամանակը չի։ Սար, ես քեզ հասկանում եմ։
Հասկանում եմ ինչ նկատի ունես։ Պապաս նոր է մահացել։ Բայց իմ պապայի մահից մի քանի ամիս անցնի, թե մի քանի տարի իմ ու Ռեբեկայի ցավը չի մեղմելու դա։ Պետք չի, որ երջանկությունը զիջան դժբախտությանը։ Այնքան շատ է դժբախտությունը մեր կյանքում, որ արդեն կարոտ ենք մնացել ուրախ առիթներին։ Ես վստահ եմ, որ Ռեբեկան էլ շատ ուրախ կլինի։ Լավ, ոնց հասկանում եմ, մեզ երկար խոսակցություն է սպասվում։ Գնամ սուրճ պատրաստեմ։ Հերո, հա, փաստորեն։ Եղավ։ Այս վերջերս ընդհանրապես քեզ նման չես։ Ոչ խոսում ես, ոչ ժպտում ես։ Լավ էլի, էլ մի սկսի։ Էլ կա։ Իսկ կարող է Էրոյին հնարավորություն տաս։ Մեկը Արմոնից բաժանվել ես։ Եթե փորձես Էրոյին հնարավորություն տալ, կարող է մոռանաս Արմոնին։ Էլկա, ձեր հարաբերություններն ինձ իրոք շատ են մտահոգում։ Մի տեսակ չես կարողանում հանգիստ վայելել երջանկությունդ, երբ գիտես, որ քույրդ տանջվում է։ Դե ապրես։ Սար, այնպես մի արա, որ ես ինձ մեղավոր զգամ։ Լավ կներես, էլ ոչինչ չեմ խոսում։ Ինչ եղավ, զանգում են։ Ով է։ Արմանն է զանգում։ Բա պատասխանի։ Բայց ինչի է զանգում։ Էլ կա պատասխանի, որ իմանաս, կարող է կարևոր բան է ասում։ Քանի տանը ոչ ոք չկա, դու հանգիստ խոսի, ես գնում եմ իմ ննջարան։ Ալո։ Էլկա դու արդեն տանն ես։ Հա, հասել եմ։ Գորի ու Սարայի հետ էիր։ Բայելում։ Դե ես իմ։ Լավ, գալիս եմ ձեր տան մոտ, դու այսօր բան էիր ասում, կիսատ մնաց։ Չէ։ Կարևոր չի ինչ էի ասում, ու պետք չի որ գաս մեր տան մոտ։ Դե ուրեմն տեղ ասա, ես գալիս եմ այնտեղ, որտեղ որ կուզես։ Մենք այսօր բան էինք խոսում, կիսատ մնաց Էլկա։ Արման ասում եմ կարևոր չի։ Այդ դեպքում գալիս եմ ձեր տուն։ Ինչ։ Արման, ալո։ Բա որ իսկականից կա։ Արման, դու մի արի, ես տանից դուրս եմ եկել, համաձայն եմ կխոսենք, ես գնում եմ մեր այգին, որտեղ միշտ հանդիպում ենք։ Բարև ջան։ Բարև Նան։ Գիտես չէ, ամեն անգամ զարմանում եմ, մտածում եմ, որ էլ երբեք չես զանգի, բայց նորից զանգում ես։ Երևի այս աշխարհում դու միակ մարդն ես, որ կողքիս ես մնացել։ Երկուս էլ գիտենք, որ արդեն ոչինչ առաջվանը չի։ Բայց կան մարդկային արժեքներ, որոնք հնարավոր չի մոռանալ ու անցնել դրանց վրայով։ Ոնց ես։ Ինչի կարիք ունես։ Ոչ մի բանի։ Երեք բժշկի էի գնացել, ասես, որ ամեն բան նորմալ ընթանում։ Մեկա չեմ համակերպվում Նան, որովհետև իմ կյանքի ամենամեծ երազանքը մեղքի զգացումը առաջացնում։ Դե արդեն դրական փոփոխություններ ա նկատելի։ Դու եկար ու դատի ժամանակ քո խոսքով պաշտպանեցիր Արմանին։ Դա արդեն իսկ խոսում է ազնվության ու անկեղծության մասին։ Հուսանք, որ այդ դրական ծիլերը ոտնակող չես անի, Դիանա։ Ինչի ոչինչ ասեցիր Գորին։ Նան պետք չի։ Թող Գորը իր կյանքով ապրի, հա։
Լավ, դու ես որոշողը։ Եթե ինչ-որ բանի կարիք ունենաս, խնդրում եմ զանգի։ Լավ, շնորհակալ եմ։ Դե հիմա ասա, ինչ էիր ասում։ Ինչ ասամ։ Էն ինչ ասում էիր տպարանի մոտ։ Կարևոր չի էլ։ Հա որ։ Ասում էիր շատ կարևոր է, որ դու այդ ամեն ինչը հենց ինձանից լսես։ Ոչ թե կողքի խոսակցություններից։ Այն ժամանակ կարևոր էր, հիմա չէ։ Անգիր ես արել ասածներս։ Հավատա իմ համբերությունը անսահման չի ելկա։ Արման, ուղղակի ինձ թվաց, որ դու խոսակցություն ես լսել ու սխալ ես հասկացել։ Որոշեցի գամ ու խոսեմ քո հետ, որովհետև դու շատ միանգամից փոխվեցիր։ Քո կյանքում ինչ-որ մեկը կա։ Հա? Շատ པարզ հարց եմ տալիս էլ կա։ Կա քո կյանքում ինչ-որ մեկը։ Շատ པարզ հարց եմ տալիս։ Բարդ է պատասխանելը։ Էլ կա ես հասկանում եմ, որ մենք որոշել ենք, որ պետք է իրար հետ չշփվենք, որ պետք է մեր կյանքը դասավորենք, բայց չգիտեմ քեզ ոնց ինձ հաստատ ժամանակ է պետք դրա համար։ Ուղղակի ինձ ասա ես հասկանամ, կա քո կյանքում ինչ-որ մեկը, թե չկա։ Էլ կա, ուզում եմ ուղղակի ինձ շատ անկեղծ ու ազնիվ պատասխանես, առանց վախենալու։ Ուղղակի ինձ ասա ես հասկանամ, կա ինչ-որ մեկը, թե չկա, որ ես էլ իմ անելիքներն իմանամ, եթե կապ ունեք իրար հետ, ասեք հասկանամ, եթե չունեք, ասեք չունենք։ Ո՞վ է այդ Էրոն քո համար էլ կա։ Էրոն մեր կուրսից է։ Ես շատ լավ գիտեմ, որ ինքը ձեր կուրսից է։ Ով է, ինչա շնչում ու ինչա արտաշնչում, բայց իմ հարցը լրիվ ուրիշ էր։ Ով է ինքը քո համար էլ կա։ Աղջիկներ, ով կա տանը։ Էլկա, Ռեբեկա։ Բարի օր, բալես։ Բարի օր։ Մենակ ես տանը։ Հա, Էլկան դուրս եկավ, ընկերուհուն պիտի տեսներ, ասես գնում են քայլելու։ Ռեբեկան էլ քեզ հետ էր։ Իսկ այս ընթացքում Ռեբեկան չի եկել։ Չէ, միասին չէիք։ Հա, միասին էինք։ Հա, ոնց որ ասեց մի քանի խանութ պիտի մտնի։ Քեզ բան ունեմ պատմելու։ Մինչև հիմա հավատս չի գալիս ազնիվ խոսք, բայց Գորի ու պապիկի հարաբերություններն այնքան են լավացել, որ այսօր մեր ամուսնության մասին էի խոսում։ Իրոք։ Հա, պապիկն էլ ասեց, որ ձգձգելու իմաստ չկա։ Ինձ համար միևնույն ժամանակ տարօրինակ է եւ ուրախալի, որովհետեւ այլ կարիք չի լինի ինչ-որ բաներ հորինելու, թաքցնելու, լարվելու։ Պապան շարունակում է ինձ զարմացնել։ Ինձ համար էլ է տարօրինակ։ Ասա, որ դու ես նկատել, որ պապիկը վերջերս իրեն նման չի։ Հա, նկատել եմ։ Մի կողմից դա ինձ տխրեցնում է։ Մյուս կողմից էլ, չգիտեմ, ուրախացնում։ Որոշումները ուրախացնում են, բայց իրեն լավ ճանաչելով չեմ հասկանում դրա պատճառները։ Նույնն էլ ես եմ մտածում։ Կամ կարող եմ մենք ենք բարդացնում ամեն ինչ։ Չգիտեմ։ Տես, հենց պապիկի առաջ դրեց մատիս։ Բայց մի րոպե, այսպես չի լինի։ Ամեն ինչ շատ կտրուկ ու արագ է զարգանում։ Ինչի՞։ Ինչ եղավ։ Արի երեկոյան Գորին հրավիրենք մեր տուն։ Ինչի համար։ Ոնց ինչի համար։ Դուք արդեն հարսանիքի օր եք որոշում, իսկ ինձ դեռ պատճառներ են պետք իմ փեսային տուն հրավիրելու համար։ Բայց Գորի բախտը ոնց է բերել։ Դե հանդիպի հետը տես հարմարա թե չի ու ինձ կասես, լավ։ Լավ։ Ասում եմ ինչ արագ է, չէ՞ անցնում ժամանակը։ Հա որ։ Ես եթե լինեի, ես ճանապարհը արդեն 1000 անգամ անցել էի։
Դե հիմա ինչ անեմ, որ ես էլ արագ քայլել չեմ սիրում։ Համ էլ որ ընկերներիս հետ եմ լինում, նախընտրում եմ ամենաերկար ճանապարհները ու ամենադանդաղ քայլքը։ Իսկ կարող է ամեն դեպքում մի հատ էլ պտտվենք։ Չէ, ես ճիշտ եմ հասկանում, դու ուզում ես մնամ հետդ։ Ես ուղակի ուզում եմ հաղթեմ գրազը։ Ընդհանրապես սովոր չեմ պարտությունների։ Ոչինչ, դժվարն առաջինն է, դու գնա ներս, ես էլ գնամ արդեն ուշանում եմ։ Ինչ պորտաճանոչ երիտասարդ եք։ Դու ինձ ձեռ ես առնում, Ռեբեկա ջան, բայց ես քեզ կապացուցեմ, որ դու իմ մասին սխալ կարծիք ես ունեցել։ Կապացուցեմ ու 100%։ Ինչի հարցից չես պատասխանում։ Իսկ դու ինչի ես այդքան ջղայնացած։ Չեմ հասկանում, այդքան բարդ է պատասխանել էլ կա։ Ինչքան էլ ուղեղս ասում եմ, որ ես քո հետ կապ չունեմ, որ ինձ այդ ամեն ինչը պետքա չհետաքրքրի, բայց մեկը չեմ կարողանում էլ կա։ Դժվար է պատասխանելը։ Ուղղակի ուզում եմ հասկանամ, դուք իրար հետ կապ ունեք, թե չունեք։ Ասա հասկանամ էլ կա։ Կարող է ինչ-որ օրենքներով դու քո կյանքը դասավորելու իրավունք ունես, բայց Ինչ բայց։ ասա հասկանամ, կապ ունեք իրար հետ, թե չունեք էլ կա։ Կապ ունենք։ Այսինքն Դե մի կուրսում ենք սովորում։ Կուրսեցի սա, սովորում ենք իր այդ մի լսարանում ենք սովորում։ Էդ էլա չէ կապի ձևը։ Արման, ես փոքր ժամանակվանից քեզ եմ սիրահարված եղել։ Ու այդ սերը այնքան մեծ եղել, որ ես ուրիշ ոչ մի տղայի կողմ չեմ նայել։ Ու չեմ էլ նայի։ Մենք որոշեցինք, որ պետքա հեռու մնանք իրարից, բայց այդ սերը չպակասեց դրանով։ Հակառակը կրկնապատկվեց։ Ու հիմա մեզ տանջում է։ Նայի մենք ինչի ենք վերածվել։ Դու խանդից տեղդ չես գտնում, ես էլ ժամանակն եմ երկարացնում։ Ձգձգում եմ, որովհետև կարոտալ եմ։ Անգամ ես խանդելդ եմ կարոտալ։ Հարցնում ես, կա իմ կյանքում ինչ-որ մեկը, թե չէ։ Հիմա պատասխանում եմ։ Ես էլ չգիտեմ։ Չգիտեմ։ Կա իմ կյանքում մեկը, թե չէ, որովհետև եթե իմ կյանքում մեկը լիներ, դա դու պետքա լինեիր։ Բայց ես չգիտեմ, դու կաս, թե չկաս իմ կյանքում։ Արման, ուրիշ հարց է, որ մենք փորձեցինք իրարից հեռու լինել ու բաժանվել, բայց լրիվ ուրիշ հարց է, որ չենք կարողանում։ Թող ես լինեմ այս աշխարհի ամենավատ աղջիկն ու ամենամեղավոր երեխան։ Բայց ես հանձնվում եմ։ Ես չեմ կարողանում սենց։ Հա, հանձնվում եմ։ Մենք փորձեցինք բաժանվենք։ Ամեն անգամ խոսում էինք, որոշում էինք վերջին անգամ ենք խոսում։ Ամեն անգամ խոսում էինք, ասում էինք վերջակետ ենք դնում, վերջ։ Բայց չեմ կարողանում։ Չի ստացվում, հասկանում ես։ Չի լինում առանց քեզ։ Արման, չեմ կարողանում։ Էլկա, դու ես ինչ ես անում իմ հետ։ Չգիտեմ։ Էլկա, այս ամեն ինչի ինձ չի թվում, չէ։ Այս ամեն ինչի իրական է, չէ։ Չի թվում, Արման։ Ես չգիտեմ հետո ինչ է լինելու։ Բայց հիմա չեմ կարող քեզանից հեռու մնալ։ Մի մտածի։ Մենք հետոյի համար հաստատ լուծում կգտնենք։ Եթե դու հետո չփոշմանես, Սարոյանի հետ կապված հաստատ խնդիր չի լինի։ Մնում է Ռեբեկան ու մեր ծնողների պատմությունը։ Գիտես ինչ եմ մտածում։ Ասում եմ, եթե մեր մասին ոչ մեկ չմտածեց, ինչի պիտի մենք բոլորի մասին մտածենք։ Քեզ շատ եմ կարոտել։ Ես էլ քեզ։ Այնքան եմ սիրում սուրճի սեղանի շուրջ մեր զրույցները։
Մենակ էլ կանա պակասում։ Հա, բայց ոնց որ ուշացավ։ Ինձ թվում է այդ ուշանալը լավ նշան է։ Ինչի՞։ Բայց ճիշտ եք ասում, շատ ուշացավ։ Ասեցիք ընկերուհուն չէ, պետքա տեսներ։ Կարող եմ մի հատ զանգեմ տեսնեմ ուրա։ Չէ, ինչի՞ ես զանգում, որ զանգես հենց հիմա գալու է, նորա դուրս եկել։ Թող մի քիչ քայլի, ցրվի։ Էլկան արդեն մոռացել է ոնց է նորմալ ապրում։ Այնքան է տանը փակված մնացել, չգիտի երբ է մութն ընկնում, երբ է լուսանում։ Հա, Սարան ճիշտ է։ Քանի դուրս է եկել, թող մնա։ Համել կարող է բաներ կա, որ մեզ հետ չի ուզում զրուցել, բայց ուզում է ընկերուհուն պատմի։ Լավ, այնքան բան ասեցիք, ինձ մեղավոր զգացի, չեմ զանգի։ Սար, ինչ եղավ, հետո զանգում։ Դպրոցի տնօրենն է։ Տպարանի կողմից մրցույթ ենք հայտարարել։ Հիմա խոսեմ գամ։ Ալո։ Բարև ձեզ, Տիկին Ստեփանյան։ Մամ, հələ մի րոպե։ Այդ ինչ դպրոց էր ասում Սարան։ Ես էլ հստակ չգիտեմ, բայց վերջերս ինչ որ ուզում եմ մրցույթ սկսել։ Ոնց հասկացա թերթում ուզում եմ մանկապատանեկան էջ ստեղծել։ Երանի հավեսին։ Դե ուղղակի իր գործն իրոք շատ է սիրում երեխան։ Լավ, ես էլ պետք է արդեն դուրս գամ։ Բայց մի րոպե նոր ես տուն եկել։ Կարևոր հանդիպում ունեմ։ Այն տղայի հետ։ Կներես, անկախ ինձնից ստացվեց։ Համ ասում ես, որ ինձ ընկերներ են պետք։ Այդ ընկերներին գտնում եմ, հիմա էլ ստիպում ես, որ հրաժարվեմ իրանցից։ Բալես չի ուզում քեզ նեղացնել։ Հավատա, անենց չի, ես շատ եմ ուզում գնամ։ Ուղղակի ստիպված եմ, ուրիշ տարբերակ չունեմ։ Շատ լավ, այդ դեպքում ես կգամ ու տեղում բոլոր մանրամասները կքննարկենք։ Եղավ, սպասում եմ հաշվետվություններին, կուղարկես անպայման։ Ոնց զգացիր, որ ես էլ քեզ էի ուզում զանգեի։ Գոր դու որտեղ ես։ Ես տանն եմ, գործ էի անում, վերջացրեցի, ասեցի ես քեզ զանգեմ, մեն էլ դու ինձնից առաջ ընկար։ Դե խնդրում եմ տնից դուրս չգաս, որովհետև ես գալիս եմ։ Ինչ է եղել, ինչ որ մի տեսակ ուրախ ես, հա։ Դե կգամ կասեմ, սպասի։ Լավ։ Արման, ես էլ քեզ եմ շատ կարոտել։ Բայց այնքան պինդ ես գրկել, որ կողքից տեսնեն կմտածեն ուզում եմ փախնել, դու էլ չես թողնում։ Ինձ ընդհանրապես չհետաքրքրում, թե կողքից ով ինչ կմտածի։ Այնքան չեմ գրկել քեզ, որ ես գրկելս տեղը չեմ էլ կարա հանեմ։ Ախր կես մարդ եմ դարձել, որ չէի գրկում, չէի խոսում հետդ։ Արման, մենք վատ մարդ չենք, չէ՞, որ որոշել ենք մեզ ընտրենք ու մեր երջանկությունը։ Նոր դու էլ չի ասում, որ այդքան փորձեցինք իրարից հեռու լինել, բայց մեկը չի ստացվում։ Գիտես չէ, այսօր որ այդ տղայի անունը լսեցի, Արունը գլխից տվեց։ Հա, էլի հասկանում եմ, որ մենք բաժանված էինք, որ կորցնելու էի քեզ, բայց երբ կորցնելու իրական վտանգը զգացի, էլ չգիտեմ ինչ կատարվեց հետս։ Դժվար է լինելու Արման։ Ռեբեկան մեզ հանգիստ չի թողնելու։ Ոչ ինձ, ոչ էլ քեզ։ Բա ոնց անենք, որ դու ավելի քիչ տուժես։ Դու մենակ իմ հետ եղի, հա։ Դու որ իմ հետ լինես, ես ոչ մի բանից չեմ վախենա։ Ինչի ես քեզ երբ եմ մենակ թողել։ Երբեք։ Միշտ էլ կողքիս ես եղել։ Անկամ այն ժամանակ, երբ պիտի կողքս չլինեիր, մեկը կողքիս էիր։ Դրա համար էլ քեզ շատ եմ սիրում։ Էլկա, մի բան եմ ուզում հարցնեմ։ Հիմա այդ երոնքը կողքն է նստում, հա։ Արման, էլի հիշեցիր երուին։ Ես դրան չէի էլ մոռացել։ Ու ասեմ ավելին, վաղը այնպես կանեմ, որ ինքն էլ ինձ ամբողջ կյանքում չի մոռանա։ Գժվեցիր։ Շատ հնարավոր է։ Այս ամեն ինչից հետո
շգժվել է մի տեսակ վարդ։ Լավ, ինձ հիմա ասա ես ինչ անեմ, որ կարոտս առնեմ, գոնե մի քիչ։ Դե, ես առաջարկ ունեմ։ Արի գնանք հաց ուտենք, թե չէ արդեն իմ կյանքի համար մի քիչ անհանգստանում եմ։ Մի 2 ժամը հաց չես կերել։ Ինչ վատն ես։ Շաուրմա եմ ուզում։ Դե ես ուրիշ բան չէի էլ սպասում։ Ինչ-որ բան եմ բաց թողել։ Հիմա ներս կան պատմեմ։ Գոր ենքան ուրախ եմ ու երջանիկ չես պատկերացնի։ Ու ինչ առիթ կա։ Դու բաժակները բեր, ես կպատմեմ։ Ես խմելու հետ սեր չունեմ, բայց այսօր ընտիր առիթ ունենք նշելու։ Բացեմ նոր կասես, թե հիմա կպատմես ինչ ա եղել։ Դու բաժակները լցրու, ես ընթացքում կպատմեմ։ Գոր, ինձ այսօր անձամբ դպրոցի տնօրենն էր զանգել։ Ինքն ասաց, որ շարադրությունների մրցույթին մասնակցելու են։ Ու գուշակի այդ մասնակիցների շարքում առաջիններից մեկը ով է։ Լուրջ ես ասում։ Հա, գոր հազիվ էին զսպում, որ խոսելու ընթացքում ինձ չմատնեմ ու չթռվռամ։ Պատկերացնում ես, մենք հենց սկզբից ճիշտ թիրախին ենք կպել, որովհետև այդ երեխան սիրում է գրել ու միշտ նմանատիպ մրցույթների մասնակցել է։ Հավատս չի գալիս, որ հնարավորություն ունենք այդ փուճրին օգնելու։ Սարդո ես ինչ տեսակ մարդ ես։ Նայում եմ ու հավատս չի գալի, գիտես, ոնց կարելի է ուրիշի ցանկությունով, երազանքով այսքան ուրախանալ։ Հենց որ կողքից ինչ որ մեկը նայի, կիմանա դու քո երազանքի համար ես այդքան ուրախանում։ Գոր, բայց դու ինձ համար ուրիշ չես, չէ՞։ Ինձ համար իմ երազանքներից ավելի կարևոր քո երազանքներն են։ Դու ամեն ինչ անում ես, որ ես ինձ անսահման երջանիկ զգամ քո կողքին։ Ու հա, ես հիմա այս մի քայլ առաջ գնալու համար 7-րդ երկնքում եմ։ Մի բան անցավ մտքովս։ Լսում եմ քեզ ուշադիր։ Դու հենց նոր երազանքներից էիր, չէ՞ խոսում։ Մենք էլ այդ շարադրությունների համար թեմա չենք մտածել։ Կարող է երկուսը մեկում անենք ու վերնագիրը լինի իմ երազանքը։ Լավ բան ես ասում, գիտես։ Համել կիմանանք երեխան ինչ է երազում, միգուցե կարողանանք ի կատարածենք։ Տես, որ կես խոսքից ինձ հասկանում ես։ Խմենք։ Ինչպես ասում են բոլոր ավանդական կենացներում, մեր բռնած գործին հաջողություն։ Խմում ենք քո կենացը, մեր բռնած գործի կենացը։ Ու ընդհանրապես գիտես դու իմ այս կյանքի ամենամեծ հաջողությունն ես։ Դու իմ թալիսմանն ես, իմ երազանքն ես։ Չգիտեմ, ինչ բառ ուզում ես մտածի, այդ բոլորը դու ես։ Քո կենացը իմ սեր սառը։ Ես Սարյանի մաստեր կլասում եմ, ու քեզ ինչ-որ չեմ տեսնում, գիտես? Ու ճիշտ կաներ հեռախոսը չանջատեիր, մարդ պետքա պարտությունն էլ կարողանա պատվով տանի։ Ամեն դեպքում ես պարտվել չեմ սիրում։ Կարող է պարտվել չես սիրում, բայց անգուսի քյաբաբ հաստատ կսիրես։
Ճիշտ է, մեր մոտ մատուցողներ չկան, բայց մերոնք ինձ շմերժեցին ու հասկացան, որ կյանքի ու մահվան հարց է ու թույլ տվեցին, որ ես անձամբ քեզ սպասարկեմ։ Չեմ հավատում։ Բա գիտեիր ես եմ պարտվել սիրում, Ռեբեկա ջան։ Ես ասել էի, չէ, որ այսօր մտնելու եմ աշխատանքի ու իմ խոսքի տերն եղա։ Բայց ասում ա քեզ ես համազգեստը գիտես։ Ռեբեկա ջան, ինձ ամեն ինչ սազում է։ Հիմա մի հատ այդ քյաբաբից կեր ու քո անկեղծ կարծիքն ասա։ Իսկ դու ինչից ես որոշել, որ ես հենց քյաբաբ եմ ուզում։ Կարող ես ուրիշ բան եմ ուզում ուտելու։ Նայ, հիմա որ դու մի կտոր քյաբաբից ուտես, կհասկանաս, թե ինչ անմահական բանի մասին եմ ես խոսում։ Տենց վստահ ես, հա։ 100%։ Իսկ մենակ եմ հա ուտելու։ Դա մենակ ես եկելու, մետ ես ուզում ուտես։ Հա, հասկացա, լավ։ Ուզում ես միշտ հետդ լինեմ։ Կներես, Ռեբեկա ջան, չեմ կարա, ես գործի մեջ եմ։ Չեմ հավատում, բայց իրոք շատ համով է։ Լսի, կարաս ինձ կես բաժնել քո ինքնավստահությունից բերես։ Կարամ ասեմ մի բաժակ կարեջուր տամ քեզ, պետ էլ անմահական։ Չէ, շնորհակալ եմ։ Այսօրվա համար այսքան էլ լրիվ հերիք է։ Ես ընդունում եմ իմ պարտությունը, դրա համար հիմա ասա, ես ինչ պետք է անեմ։ Չէ, տենց չի լինում Ռեբեկա ջան, դու հիմա հանգիստ ուտելիքդ կեր, ես գնամ իմ աշխատանքին, իսկ ինչ վերաբերվում է գրազին, պետք է ասեմ այն ժամանակ, երբ որ ճիշտ ժամանակը լինի։ Բարի ախորժակ Մուննատ ջան։ ուրախ ես, չէ։ Շատ։ Դե էդ լավ է, նշանակում է, որ կշտացել ես։ Արման։ Հա ջան։ Նեղանալու եմ։ Բայց ինչի։ Ես քեզ։ Չես ուզում։ Մեկա վատնես։ Դե լավ դու էլ կներես։ Հա Սարոյան։ Արման, շտապ արի, վատ եմ, Արման։ Արման։ Արման ինչ եղավ։ Մի րոպե հեսա կասեմ։ Էլկա, քո համար տաքսի եմ կանչում, ես շտապ պետքա գնամ տպարան։ Հա, բայց ինչի սենց խառնվեցիր իրար, ինչ էր ասում պապին։ Ինձ առաջադրանք էր տվել, մարդ պետքա դիմավորեի ու տանեի տպարան, բայց մտքիցս լրիվ թռել էր։ Ես պատկերացնում եմ պապիկը ինչ ջղայնացած է։ Հա, կներես, հա, որ ես չեմ տանում տուն, տաքսիով ես գնում։ Ամեն ինչ նորմալ է։ Հաստատ։ Տաքսին հասավ,
Դու գնա, ես էլ վազեմ, լավ։ Լավ։ Ամեն ինչ մեր պլանավորածի համաձայն է գնում։ Մտածում եմ վաղնել գնամ դպրոց, որ դեմ առ դեմ խոսենք։ Գոր մտածում եմ ինչ-որ բան առաջարկել, որ հնարավորություն կտար դպրոցի հետ շարունակական բնույթ կրող ինչ-որ ծրագիր կազմել։ Գիտես, ամուրախանում եմ, որ այդ աղջկան պետք է տեսնեմ։ Ամել մի տեսակ լարվում եմ։ Չեղավ գոր։ Հիմա պիտի մտածենք մենակ ներկայիս անելիքների վրա։ Եթե անընդհատ անցյալի մասին մտածես, ավելի բարդ է լինելու։ Ու հետո մի մոռացի, որ մենք պիտի մեզ չմատնենք, որ մեր իրական նպատակները ոչ ոք չիմանա։ Ինչպես միշտ ճիշտ ես ասում։ Համել Նարինեն քեզ մեր տուն էր հրավիրում։ Ինչի։ Դե, պատմեցի, որ արդեն հարսանիքի մասին ենք մտածում, ինքն էլ ասեց, որ հրավիրեմ։ Հետո ասեց, որ իր փեսային տուն հրավիրելու համար հատուկ պատճառներ պետք չէ։ Սոքանջուն եմ աշխարհը չունի։ Ինչ եղավ։ Մամայիս հիշեցի։ Ինքը միշտ ապրում էր այն երազանքով, որ պիտի ինձ երջանիկ տեսնի։ Չնայած ես ինձ շատ ուրախ ու լավ էի ցույց տալիս, բայց մեկը միշտ մտահոգ էր։ Այնքան կուզեի քեզ ճանաչել գոր։ Այնքան կուզեի ամեն ինչ կտայի, որ հիմա թեկուզ մի քանի րոպեով հայտնվեր ու մեզ տեսներ։ Պատկերացնում եմ ինչ բարի ժպիտով կնայեր մեզ ու ինչ ուրախ կլիներ։ Ես քեզ վստահեցնում եմ, Սար։ Ինքը հիմա երկնքից նայում է, տեսնում է ու զգում է, որ դու երջանիկ ես, որ մենք երջանիկ ենք։ Ես էլ կուզեի, շատ կուզեի տեսնեի ու շնորհակալություն հայտնեի, ասեի ես ինչ լավ աղջիկ եք մեծացրել իմ համար։ Հենց քո համար, չէ՞։ Բայլում։ Զանգեմ Նարինեին ասեմ, որ գնում ենք։ Սպասի, կհասցնենք զանգել։ Մի հատ էլ մեր կենացը խմենք ու կգնանք։ Բաչիկ։ Սարոյան, ո՞նց ես։ Տեղդ խմել ես։